Արմրու լրատվականը տեղեկացավ, որ արդեն հայտնի է, թե ովքեր են ցանկանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ դառնալ։ Պարզվում է 42 ՔՊ-ական ինքնառաջադրվել է վարչության անդամ դառնալու համար։ Եվ այսպես ՔՊ վարչության անդամ դառնալու հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ ղեկավարում է ՔՊ վարչությունը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ ՔՊ վարչության անդամ են ցանկանում դառնալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԵԿՄ նախագահ Ստասուն Միքայելյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախկին տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Տեղեկացանք նաև, որ ՔՊ վարչության անդամի թեկնածու են առաջադրվել Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Սարգսյանը, Տաթևիկ Գասպարյանը, Արսեն Թորոսյանը, Արմեն Խաչատրյանը, Հասմիկ Հակոբյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ալխազ Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արեն Մկրչյանը, Սոնա Ղազարյանը, Կարեն Սարուխանյանն եւ Հերիքնաց Տիգրանյանը։ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւս նպատակ ունի ՔՊ վարչության անդամ դառնալ։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ՔՊ-ականներ Նելի Բավեյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Կարլեն Մկրչյանը, Լուսինե Սարգսյանը, Արման Սմբատյանը, Քրիստինե Վարդանյանը եւս ՔՊ վարչության անդամի հայտ են ներկայացրել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Փաշինյանի ընտանիքի քավորն է, եւս ՔՊ վարչության ցուցակում է։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսեսյանը, Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը եւս պայքարում են ՔՊ վարչության անդամ դառնալու համար։ Ակնհայտ է, որ ՔՊ-ում այժմ թեժ մրցակցություն է վարչության անդամ դառնալու համար, որի ընտրությունները լինելու են սեպտեմբերին։